շաքար ու խմոր չուտելու, այսպես ասած, անհարմար կողմերը։ Նախկինում, երբ մենք քաղաքից դուրս էինք գնում, ամենահեշտը ես էի ընտրություն անում մենյուից, երբ պետք է ինչ-որ համով բան ուտեինք, որովհետև խմորային ուտելիքներ շատ էի սիրում ու ամենասիրածս թոփ ուտելիքները աջարական խաչապուրին ու իմերիթական խաչապուրին էր։ Բայց հիմա, երբ արդեն շաքար ու խմոր չեմ ուտում ավելի քան 2 ամիս, գործս բավականաչափ բարդացել է ու ամենաուշը ընտրություն ես եմ անում։ Չնայած մի փոքրիկ լայֆհակ գտել եմ ու աջարական խաչապուրուն մենյուում փոխարինելու է եկել հավի կրծքամիսը։ Դա ամենապարզ տարբերակն է, եւ սպիտակուցային է, եւ նեյտրալ համ ունի, եւ որպես կանոն հիմնականում հավանում եմ։ Նախկինում, երբ գալիս էինք Գյումրի, գալիս էինք նաեւ Չերքիզի ձոր, ու այնտեղ ես ձուկ չէի ուտում, որովհետև այդքան էլ ձուկ չեմ սիրում ու սպասում էի, որպեսզի գնանք կենտրոն, որ ես ուտեմ իմ աջարական խաչապուրին։ Այսօր էլի Գյումրիում ենք, այսօր կրկին Չերքիզի ձորում ենք ու ի տարբերություն նախորդ բոլոր այցերի, այսօր ես մենյուից ինձ համար ընտրություն արել եմ, որովհետև գիտեմ, որ գնանք կենտրոն, այնտեղից աջարական խաչապուրի չեմ կարողանալու ուտել։ Ժամանակները փոխվում են, մեր նախընտրությունները փոխվում են ու այո, աջարական խաչապուրում փոխարինելու է գալիս խորոված ձուկը կամ տապակած հավի կրծքամիսը։ Ու շատ կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխության մեջ կարողանանք տեսնել դրականը։ Ես կասեի միայն դրականը, որովհետև եթե փոփոխությունը տեղի ունենում մեր ցանկությամբ, նշանակում է մենք առաջ ենք գնում ենք դեպի նպատակակետ ու շատ կարևոր է, որ այդ ամենը կատարվի սրտով, հոգով ու բարձր տրամադրությամբ։ Մեկնաբանության հատվածում անպայման գրեք, թե ինչ դժվարությունների եք դուք բախվել, երբ որոշել եք ձեր կերակրացանկից հանել այս կամ այն մթերքը։ Առողջ ապրելը ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին